Շատ մարդիկ կյանքում գոնե մեկ անգամ բախվել են փորի ուռչման խնդրին։ Այն ոչ միայն անհարմարություն է առաջացնում, այլև կարող է ազդել ինքնազգացողության և առօրյա կյանքի վրա։ Այժմ հասկանանք, թե որն է այս երևույթի պատճառը։ Փորի ուռելու ամենատարածված պատճառը այո աղիներում գազերի կուտակումն է, սակայն դա ամենը չէ։ Եթե խոսում ենք գազերի մասին, ապա ուռելը շատ հաճախ տեղի ունենում, երբ մարդը շատ արագ է ուտում և ուտելու ընթացքում խոսում է կամ օգտագործում է գազավորված ըմպելիքներ։ Այդ դեպքում ստամոքս և աղիների անցնում նաև ավելորդ օդը, որը հանգեցնում է փորի մեծացման և ծանրության զգացման։ Որովայնի ուռելու պատճառ կարող է լինել նաև որոշ սննդամթերքներ։ Լոբազգիները, կաղամբը, սոխը, խաղողը, ինչպես նաև որոշ կաթնամթերքներ կարող են նպաստել գազերի առաջացմանը։ Որոշ մարդկանց օրգանիզմը դժվարությամբ է մարսում կաթնաշաքարը, լակտոզան, ինչի հետևանքով առաջանում է որովայնի ուռածություն, ցավեր և աղիքային անհարմարություններ։ Իսկ ահա մեկ այլ կարևոր պատճառ է փորկապությունը։ Երբ աղիների աշխատանքը դանդաղում է, այնտեղ կուտակվում են կղանքային զանգվածներ, գազեր, ինչը արտահայտվում է փորի ուռելով։ Որովայնի ուռելը երբեմն կարող է կապված լինել նաև սթրեսի և հուզական լարվածության հետ։ Գիտնականները վաղուց են հաստատել, որ աղիներն ու ուղեղը սերտորեն կապված են և հոգեկան լարվածությունը այո կարող է ազդել մարսողական համակարգի աշխատանքի վրա։ Կան նաև ավելի լուրջ պատճառներ՝ աղիքային բորբոքային հիվանդություններ, գրգռված աղու համախտանիշ, հորմոնալ խանգարումներ կամ այլ առողջական խնդիրներ։ Եթե որովայնը հաճախ է ուռում, ուղեկցվում է ուժեղ ցավով, քաշի կորուստով կամ այլ անհանգստացնող ախտանշաններով, անհրաժեշտ է դիմել բժշկի։